Անհասկանալի պատկեր ազգերի լիգայի մրցաշարին ընթառաջ։ Հայաստանի հավաքականը այդպես էլ չի կարողանում անառիկ պահել սեփական դարպասը, առավել ևս հաղթել։ Ու թեև մեր ֆուտբոլիստները գտնում են դեպի մրցակցի տուգանային տանող ճանապարհը, բայց չի ստացվում վճռական հարվածը։ Մոլդովայի հետ խաղում տարածքային ու խաղային մեծ առավելություն, բազմաթիվ գոլային պահեր, բայց ընդամենը 1 գոլ։ Այն էլ մի վիճակում, որը շատ նման էր խաղից դուրսի, իսկ ընկերական խաղում վառը բացակայում էր։ Ինչևէ, խաղավերջում Արթուր Սերոբյանի գոլից հետո մեր թիմը չկարողացավ ընդամենը մի քանի րոպե պահել հաղթական հաշիվն ու գնդակ բաց թողեց եւ կրկին 1-1։ Եղիշե Մելիքյանի խոսքով, այն որ հաղթանակ չկա, արդեն իսկ ուրախացնող չէ, բայց իրենք ունեին նաեւ այլ խնդիր։ Մեր թիմը առաջից դոպեց, մինչև վերջի դոպեն սուր է խաղացել ու շատ վտանգավոր։ Գոլ չենք խփել, հիմա այդ տպավորությունն է մնացել, համաձայն եմ, այո։ Եթե չենք հաղթում, ուրեմն մի բան այն չի, բայց որպես աշխատանք, որպես նպատակ, այս երկու խաղից ստացանք այն, ինչ որ ուզում էինք, այս երկու խաղը մեզ շատ կօգնի հետագայում պատրաստել թիմը ավելի ճիշտ։ Մելիքյանն ասում է, իր խնդիրը ոչ թե տակտիկական է, այլ ֆուտբոլիստ գտնելը, իսկ այս խաղում մարզիչը նաև այսպես կոչված վաբանկ էր գնացել։ Թե չենք հաղթել, մտածում եմ պետքա մտածել ոչ թե տակտիկապես, այլ մտածել մանգալ գտնել, որ մեզի գոլ խփի։ Ես որպես մարզիչ գնացել եմ վաբանկ ամեն ինչ անելու, որ խաղը հաղթեմ։ Խաղում ենք արդեն 3 հոգի հետև, մնացածը առաջ, որ կարողանանք հաղթենք։ Նման ռիսկի ես գնացի եւ ստացվեց մեր գոլը։ Դե տեսակ, Բուենո լավ խաղաց, բայց անհատականի սխալից ոնց որ սա ամեն ինչը քանդվեց։ Արդեն սեպտեմբերին Հայաստանի հավաքականը կսկսի պայքարը ազգերի լիգայում։ Եթե վերլուծենք մեր հավաքականի խաղը, թիմը կարևոր ստուգատեսից առաջ ունի բազմաթիվ խնդիրներ, թե պաշտպանությունում, թե հարձակման գծում, որոնք կխոչընդոտեն ազգերի լիգայում հաջող ելույթներին։ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղը սեպտեմբերի 25-ին է։ Երևանում ընդունելու ենք Լատվիային։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։